Ողջույն։ Ինչ է իսպանական ամոթը։ Ամոթի զգացում, որն առաջանում է այլ մարդու գործողությունների պատճառով։ Կարճ ասած, ամոթ ուրիշի փոխարեն։ Կարող է քո գործողություններում ամոթալի բան չլինի, բայց ուրիշ մարդու արարքից դու ամաչես։ Ընդ որում, կարող է ներկայել չլինես այդ արարքին, բայց տեսնես ու ամաչես, իմանաս ու ամաչես։ Մեր ժողովուրդը 2 օր է իսպանական ամոթ է ապրում մարդամեկի Սանկտ Պետերբուրգում պահվածքի պատճառով։ ԵԱՏՄ ղեկավարների նիստում քննարկվում է միության համար կարևոր հարցեր, խոսվում տնտեսական աճի, հետագա բարեփոխումների մասին։ Նիկոլ Փաշինյանը այդ առիթը օգտագործում է, որ երախտագիտություն հայտնի Ադրբեջանի նախագահին։ Երախտագիտություն չի հայտնում ԵԱՏՄ անդամ երկրներին, թեկուզ նրա համար, որ այդ միության շնորհիվ տնտեսական առաջընթաց է ցույց տալիս։ Ադրբեջանի նախագահին երախտագիտություն է հայտնում, որ իր ֆրակցիայի падգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բիզնեսի համար բենզին են ծախել։ Սամվել Ալեքսանյանի համար էլ թույլ են տվել իր տարածքով 3-րդ կարգի ցորեն բերի։ Գնացել, բանակցել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետը Ադրբեջանի պաշտոնակցի հետ, բայց ոչ թե գերի բերելու համար, այլ բենզին։ Նիկոլ Փաշինյանը ինչ միջոցառման որ մասնակցում է, մանկապարտեզի բացումից մինչև ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում ելույթ։ Գնում է Մոսկվա, գնում է Թբիլիսի, գնում է Սանկտ Պետերբուրգ, Մյունխեն, Նյու Յորք։ Երախտագիտություն է հայտնում Ալիևին։ Տպավորությունն է, որ ՔՊԱ-կանների քեֆերի ժամանակ առաջին Ադրբեջանի կենացն է խմում, երկրորդը Ալիևի։ Տպավորություն է, թե մի քանի երկրից սրանց պասպորտները ձեռքներից առել են։ Մի տերմին էլ կա աշխարհին շատ հայտնի՝ Ստոկհոլմի համախտանիշ։ Դա հոգեբանական երևույթ է, երբ զոհը սկսում է համակրանք տածել ագրեսորի նկատմամբ։ Ստոկհոլմյան սինդրոմը նկատվում է առևանգման, ստրուկների, բանտարկյալների, գերիների մոտ։ Նաև մարմնավաճառների մոտ է դա հանդիպում։ Պատանդի եւ հանցագործի միջև հարաբերությունները ջերմանում են եւ պատանդները սկսում են կարեկցել իրենց զավթիչներին եւ անգամ խոչընդոտում են իրենց ազատագրմանը։ Զոհը սկսում է ըմբռնումով մոտենալ հանցագործի գործողություններին եւ կարող է մտածել, որ նրա տեսակետը անգամ ճիշտ է, արդարացնել։ Ծանոթ երևույթ չէ։ Օրինակ, երբ Ալիևը հարձակվում է, օկուպացնում է, սպանում է, գերի է տանում, սպառնում է, իսկ Նիկոլենք ասում են, դե ինչ մեղք ունի Ալիևը, Ալմաթայի հռչակագրով եւ այլն։ Այդ համախտանիշի մեջ չի տեղավորվում։ 2021 թվականից ի վեր Նիկոլը զանազան պատճառներ է մոկոնում, որ ասի խեղճ Ալիևը մեղք չունի, որ ագրեսիա է անում։ Ստոկհոլմյան համախտանիշ է, երբ թույլ մարդիկ փորձում են գտնել լիդերների, ովքեր կառաջնորդեն նրանց, ուղղություն ցույց կտան, որովհետև այսպես թույլ մարդկանց պատասխանատվությունը նվազում է եւ որոշումներ կայացնելու խնդիրը դառնում է ավելի հեշտ։ Մենք թույլ ենք, պարտված ենք, պետք է ենթարկվենք, ոչինչ չենք կարող փոխել եւ այլն։ Նույնն է։ Այն Ալիևին, որը օկուպացրել է ամբողջ Արցախը, Սևլիճը, ջերմուկից հատվածներ, 5000 զոհ է պատճառել, սոտքի ոսկու հանքը իրենով է արել, ադրբեջանցիներին Հայաստան է բերում, Հայաստանը արևմտյան Ադրբեջան է անվանում, Երևանը Իրևան, Սևանը Գյոյչա, այս մարդը ասում է երախտապարտ եմ։ Այսինքն մեր ժողովուրդը ապրում է իսպանական ամոթ Նիկոլի Ստոկհոլմյան համախտանիշի պատճառով։ Ադրբեջանական բենզինի թեման մեր ազգի խայտառակությունն է, ամոթն է։ Այդ ճանապարհով է մեր գերիներ պետք է գային, բայց այդ ճանապարհով գալիս են կեր ու վառելիք։ Առաջացնում են, որ հարաբերությունները, եթե Ադրբեջանի հետ կարգավորվեն, հնարավոր է մի օր տեսնենք Սոկարի բենզակալոնկաները Հայաստանում, բայց չէ ինչի Սոկարի, չունենք գործարներ, որ պատրաստ են հանուն փողի մտնել դրա տակ։ Նիկոլն էլ շնորհակալություն հայտնի, երախտապարտ լինի։ Ընդհակառակը, Ալիևին պետք է շնորհակալություն հայտներ ոչ թե Նիկոլ, այլ Ալիևը Նիկոլին շնորհակալություն հայտներ, որ իր երկրի երազանքը կատարել է, իր մանկության երազանքը կատարել է։ Մի քանի օր է մեր երկրում քննարկում են ԿԳԲ-ի գործակալի թեման։ Նիկոլենք, տեսնելով, որ կաթողիկոսը չի թողնում գահը, ֆեյքերով հորինեցին թեմա։ Իբր նրա եղբայրը Սովետի թվին ԿԳԲ-ի գործակալ է եղել։ Ու ինչ որ փաստաթուղթ հրապարակեցին ԱԱՑ-ին հղումով։ Ընդ որում, ինչպես սրանց բոլոր ստերը, սա եւս բացահայտվեց 5 րոպեում։ Թեև այդ սուտը բացահայտվեց, բայց ժողովուրդը անընդհատ հարցնում է. այս իշխանության մեջ քանիսն են, որ ոչ թե սովետական ԿԳԲ-ի գործակալի համարում ունեն, այլ թուրքի։ Ընդ որում, նրանցից մեկ հոգի չէ ու մեկ քայլ չէ, որ ծառայում է այլ երկրի ու հատկապես մեր թշնամու շահերին եւ նման կասկածների հարուցում։ Դասագրքերից հանում են Մաշտոցի նկարը, թուրքական հետք է, հայոց պատմության առարկան հանում են,
թուրքական հետք է, հարձակվում են եկեղեցու վրա, ադրբեջանական հետք է, հապկի օգնությունից հրաժարվում են, արևմտյան հետք է, հապկում անդամությունը սառեցնում են, արևմտյան հետք է, տերորիստների նկատմամբ միջազգային հետախուզումը հանում են, ադրբեջանական հետք է, ցեղասպանության արծարծումից հրաժարվում են, թուրքական հետք է, Մասիսից հրաժարվում են, թուրքական հետք է, Սփյուռքից հրաժարվում են, թուրքական ու ադրբեջանական հետք է, այդքան արտագնա աշխատանքի մեկնողներ Ռուսաստանում ունենալով հանդերձ հարաբերությունները սրում են Ռուսաստանի հետ, արևմտյան հետք է, Ադրբեջանի կողմից հետախուզվողներին այստեղ կալանավորում են, ադրբեջանական հետք է, բարեկամ Իրանի հետ սահմանին մոտ ամերիկյան ներկայություն ապահովելը Միացյալ Արևմուտքի հետքն է, ասում են քո սահմանները, որ պաշտպանում է ռուս զինվորը, նրանց հանեք, արևմտյան հետք է, դարավոր պատմական կապեր ունեցող գերտերության Ռուսաստանի հետ թշնամացնել արևմտյան հետք է։ 2026 թվականի հունիսին մեր երկրում նախատեսված են խորհրդարանական ընտրություններ։ Եվրամիության ներկայացուցիչը հայտարարեց, որ մինչև կոկորդը խրվելու են Հայաստանում սպասվելիք ընտրական գործընթացի մեջ։ Ասում են, փող կտանք, որ ֆեյքեյով, падգամավորներով, կառավարությունով պայքարեք ընդդիմության դեմ, հակառուսական պայքար տանեք։ Ով Հայաստանի ապագան պատկերացնում է օրինակ Ռուսաստանի Դաշնության հետ սերտ համագործակցությամբ, անվանեք ՌՍ-ի ագենտ, ԿԳԲ-ի գործակալ։ Հետո Մեծ Բրիտանիայի դեսպանն է այն կողմից հայտարարում, որ իրենք էլ են խրվելու ընտրական գործընթացի մեջ։ Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանում այդ նույն գործընթացի մեջ ընտրական վաղուց են խրված։ Հիմա խնդրում եմ ինձ ասեք, այն երկիրը, որի գործերին քիթը խոթում են, ով ուզում է, ով հասցնում է, այդ երկրի ղեկավարությունը գործակալի տրամաբանությամբ չի գործում։ Կարճ ասած, գոյություն նաև կրկնակի գործակալ տերմինը, բայց նաև բազմակի գործակալը, որի դեպքում արդեն պետությունը ոնց հասցնում է, որ պետությունը հասցնում է, օգտագործում է իր շահի համար։ Դա արդեն թաքուն պահելը շատ բարդ է, եթե չասեմ անհնար։ Ինչ եք կարծում, ապագայում որևէ փաստաթուղթ գաղտնաձեռցելու կարիք կա, որ համոզվեք, թե որ երկրի շահերի սպասարկուներն են մեր երկիրը ղեկավարում արդեն 8 տարի։ Բայց ցավալին այն է, որ չկա մի բան, որ կարող ես մատը ծալել ու ասել, որ այսա կատարվել է մեր երկրի շահերից ելնելով։